Նիկոլ Փաշինյանը աստվածային կարողություններ ունեցող անձնավորություն չի, որ մի անձնյա որոշի, որ կորուստների դարաշրջանը ավարտվել է ու հոպ կորուստների դարաշրջանը ավարտվի։ Ալիևը այդպես չի մտածում, եղբայր, դու ո՞նց ես զսպում Ալիևին։ Ռուսաստանը Պուտինը այդպես չի մտածում, Պուտինը քո տարածքները չի ճանաչում։ Էրդողանը քեզ չի ճանաչում, քո տարածքները չի ճանաչում։ Երաշխիք կամ լավ քեզ հասկանալի լեզվով ասեմ, գառանտիա ունես, ո՞նց ես գառանտիա տալիս։ Միջուկային սպառազինության կոճակ կա բարձի տակ դրած։ Ինչ կա, թե կգնաս կաղոթես վերևից կրակ կթափվի քո թշնամիների գլխին, եթե հանկարծ հարձակվեն քեզ վրա։ Ոչ մի ղեկավար աշխարհում չի կարող նման բան խոստանալ, եթե ինքը գերտերության ղեկավար չի։ Միացյալ Նահանգները կարելի է ժողովրդին խոստանա տենց բան։ Չինաստանը ինչ որ տեղ, բայց իրանք էլ չեն խոստանա, որովհետև պրագմատիզմը հաղթում է բարի կամեցողության վրա։ Դու ո՞նց ես խոստանում նման բան։ Ինչ է նշանակում ավարտված է կորուստների ժամանակահատվածը։ Հենց հիմա մենք տարի կորուստ ենք կրել։ Եվ այդ քո նշած թիվը ֆիզիկա աշխարհագրական տարածքի դեմս դա հայկական կորուստների հետևանքով գոյացած թիվ է, հեքիաթ մի պատմիր։ Սա որպես քաղաքագետ, որպես քաղաքական գործիչ է վերադառնանք, ասենք առավոտյան մենք գնացել էինք Սարդարապատ մեր կուսակցականներով։ 50-ից ավել մարդիկ էինք հավաքել, երիտասարդներ եւ կուսակցականներ, որ գնային կուսակցական երթով հասնեինք Սարդարապատ, ծաղիկներ խոնարհեինք Արամ Մանուկյանի շիրիմին, մտնեինք թանգարան, պատտվեինք, մեզ նկարագրեին բոլոր պատմության թանգարանի իրերը, երիտասարդներին այդ գիտելիք հետ ինֆորմացիան տայինք։ Հերիք չի գնացինք, տեսանք 2-3 կիլոմետր Էսկոմի վրա արդեն արգելապատնեշները դրել եք ու փակել եք։ Ժամը 9-ին դուրս ենք եկել Երևանից, 10-ին հասել ենք Սարդարապատ, 12-ին նոր թողել են մուտք գործենք։ 2 ժամ։ Այդ ստացվում է, որ հայ ժողովրդի քրտինքի արյան գնով ձեռք բերված հաղթանակը դու սարքել ես ԿՊ-ի պրազդնիկ։ Տոնակատարություն չեմ ուզում ասեմ, որ հասկանան։ Իրանք Ռուսաստանի հետ շատ սերտ են, չէ՞, դրա համար մեկ-մեկ տենց ռուսական բառեր պետք է ասենք, որ իրանք հասկանան մենք ինչ ենք ասում։ Գնացել ես ընդ 2-3 հոգով հավաքվել եք, միած շքերթ եք կազմակերպել։ Էլիտար շքերթ ես կազմակերպել, ժողովրդական տոնը սարքում ես կուսակցական տոն։ Որտեղ է գրված դա։ Շոկ կրակին բոլորին կանգնացրել էին, այդտեղ սպասացնում էին։ Մարդիկ անտրտունջում բոլորը սպասեցին։ Ոչ մի անկարգություն տեղի չունեցավ։ Վեհանձն էինք մենք, բայց տգեղ է, գեղեցիկ չէ։ Եթե ես լինեի, ինչ կանեի։ Ես լինեի քոպես երկչոտ, վախկոտ, կամ առավոտյան ժամը 7-ին կգնայի, մինչև 9 կավարտեի։ Կամ ամսի 27-ին կգնայի այդ ամեն ինչը կանեի, կնկարեի, 28-ին կհրապարակեի։ Որտեվ 28-ը բուն հանրապետության տոնը, հանրության պետության տոնը, հանրությանն է, ոչ թե քոնը, որ գնացե փակել ես։ Դա աբսուրդ էր։ Թե նրա հայտարարածը, որը դուք քիչ առաջ մեջ բերեցիք, թե ամբողջ ֆորմատն ու գործընթացները աբսուրդ է, անգամ հատուկ ծառայության աշխատակիցները չեն իմանում ինչ պատասխանեն քեզ, այդ մարդիկ էլ գիտեն, որ ճիշտ չի դա։ Իսկ նպատակը ո՞րն է այս հայտարարությունների։ Նախ նպատակը ո՞րն է, որ ինքը գնացել է այնտեղ այդ հայտարարությունները անի։ Սարդարապատը չգիտի, որ դա թուրք բոլշևիկյան ուժերի ջախջախման սիմվոլն է։ Դու գնացել ես Սարդարապատ, ինչ անես։ Քո նման քաղաքական գործիչը Սարդարապատում անելիք է պետք չունենա, է։ Ճիշտ է, մենք էլի ղեկավար գնացել է, դա հարցը դա չէ, պարոն Սիմոնյան, բայց հայտարարությունները հետեւաբար վերլուծենք որպես երկրի ղեկավարի հայտարարություններ, ինչ նպատակ են հետապնդում այս հայտարարությունները։ Անհասկանալի է։ Եթե ես մի փոքր հասկանայի տրամաբանություն գտնեի քաղաքացիական պայմանագրի եւ նրա ղեկավարի գործունեության մեջ, ես այսքան հուզական ֆոնով վերլուծություններ չի անի։ Տրամաբանությունը իսկ ես շատ երկար եմ մտածում այդ բոլոր, գուցե իմ մտավոր կարողությունները չի ներում հասկանալու նրանց ահեղ եւ հրաշափառ քաղաքականության բոլոր երգերը, ապա թող ինձ բացատրեն, ես հասկանամ։ Չկա։ 7-րդ տարին է անցնում, շուտով է սա 8 տարի է իշխանության են լինելու։ Դուք ինչ որ մի բան գետնի վրա շոշափելի տեսնում եք։
Մեր ժողովուրդը այսքան ժամանակ որտեղ է հայրենիք փնտրել, որ ասում է այսօր այլևս կարիք չունի հայրենիք փնտրել։ Մեր ժողովուրդը հիմա ապրում է իր պապենական բնորանի 10%-ի վրա։ Մեր հայրենիքը ներկայիս Հայաստանի Հանրապետությունն է եւ նրա շուրջ բոլորը։ Հիմա որոշ հատվածը հայտնվել է ներկայիս քաղաքական քարտեզի ֆիզիկա աշխարհագրական այլ պետություններին պատկանող տարածքների վրա։ Բայց այդ հայրենիքը շարունակում է մնալ մեզ հայրենիք։ Չա Կիլիկիայի հայերը պետքա մոռանան Կիլիկիայի մասին։ Որ հիշեցինք ինչ է փոխվելու, պարոն Սիմոնյան։ Գիտեք ինչ, ամեն ինչ խոսքով եւ հիշողությամբ եք գնում, չէ՞։ Ձեր մեջից ձեր ինքնությունը չեն կարող ոչնչացնել, քանի ապրում է ձեր սրտում։ Մարդիկ են այդպես, հերոսներ են այդպես։ Շատ-շատերը ասում են գործը եւ թողած ավանդը կենթանի է մնում այնքան, ինչքան որ մենք հիշում ենք։ Մի աֆրիկական ցեղերի պատերազմի ժամանակ ցեղերից մեկի առաջնորդը շատ պարզունակ, բայց հետեւյալ արտահայտությունն է ասում։ Ասում է, եթե դու գողանաս իմ կովը, տարիներ կանցնի եւ ես կմոռանամ։ Բայց եթե դու գողանաս իմ հողը, 100 տարի էլ անցնի, ես էլ չլնեմ երեխաս հիշելու է։ Սա ինչ է նշանակում։ Հիշում ես, վերադարձի հնարավորությունները կա։ Այդ ինչի թուրքը կհայտարարի, որ որտեղ իր ասքյարը կանգնած է, այդտեղ տարածվում է իր պետության սահմանները, հայ ժողովուրդը պետք է մոռանա իր բնորանը։ Ոչ մի ախր քաղաքում ապրող հայ չի մոռանում, որ ինքը գալիս է Կարինից, Էրզրումից։ Ոչ մի ապարանում բնակվող հայ չի մոռանում, որ Մշեցու ծոր է, Սասունցիների թոր է, Թալինցիները չեն մոռանում, որ իրանք սասունցիներ են։ Գարթմանցին չի մոռանում, որ ինքը գարթմանցի է։ Արցախցին չի մոռանալու, որ ինքը արցախցի է։ Մենք մեր մեծ հայրենիքը սիրում ենք մեր միկրո հայրենիքներից, մեր ծննդավայրից ընդཐུպ միջև մեր բակ եւ մեր շենք։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Յուրաքանչյուր զարդ գլուխ գործոց է, պատրաստված ամենայն ճշգրտությամբ եւ կրքով, որոնք կընդգծեն ձեր անհատականությունն ու գեղեցկությունը։ Մեր զարդերը պարզապես աքսեսուարներ չեն, այլ սիրո խոստովանություններ, որոնք կդառնան ձեր հիշողությունների խորհրդանիշը։ Դրանք ձեզ կդարձնեն ոճային եւ գրավիչ։ Ձեր պատմությունը սպասում է։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո։ Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ 1%, հա։ Այո։ Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի 1%, հա։ 2%։ Երասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ կլենդել։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։
Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567 7։ Պարոն Սիմոնյան, մեզ համար այդ խորհրդանշական օրը Լաչինում տեղի ունենում թվով երրորդ, այո, Բերձորում տեղի ունենում թվով երրորդ միջազգային օդանավակայանի բացումը օկուպացված Արցախի տարածքում, դրան մասնակցում են Էրդողանը եւ Ալիևը, այդ արարողության ընթացքում, ցուցադրական արարողության ընթացքում նաեւ Էրդողանը հայտարարություն է անում, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցում ակնկալում են Իրանի աջակցությունը։ Նախ Իրանի աջակցության մասով արդյոք սպասել, որ ինչ որ պահի, ինչ որ բան կփոխվի եւ Իրանը կաջակցի իրենց պատկերացմամբ թուրք-ադրբեջանական պատկերացումներին համահունչ միջանցքի բացում եւ երկրորդը, երբ որ Ադրբեջանը այսպիսի քայլերով կարծես թե ամրապնդում է ձեռք բերած է։ Իսկապես հնարավորության տեղ մնում է այդ օկուպացիան Արցախը դեօկուպացնելու համար։ Կասկած չունեմ։ Շուշին 70 տարի գերության մեջ էր։ 70 տարի։ Մենք 800 տարի պետականություն չունեինք։ Ամբողջ այս տարածքը թուրքիֆիկացված էր։ Այն ժամանակ ասում են չէինք ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, իսկ հիմա արդեն ճանաչել ենք։ Ով ճանաչելա, վերջում արդարադատության առաջ պատասխան է տալու, որ երկրի ղեկավարի անունը կտակ, որ ճանաչելա, վերջում արդարության եւ Աստծո առաջ կանգնելու է։ Իրավաքաղաքական առումով դա մեր տարածքներն է։ Բերձորում բացված օդանավակայանները ոչինչ չի նշանակում։ Ես ուղղակի պրագմատիկ քաղաքականության կողմնակիցն եմ։ Ես երբևիցե չեմ ասի, որ 8 տարեկան երեխան պետք է ծանրամարտի առաջնության ժամանակ ռեկորդ սահմանի եւ 315 կիլոգրամանոց ծանրաձողը հրի, որտեղ ես գիտեմ, որ այդ 8 տարեկան երեխան եթե մոտեցավ նման ծանրաձողին, ողնաշարը 10 տեղից կկոտրի։ Ես երբևիցե կողմնակից չեմ այն անձանց հետ, որ մենք այսքան ընչաքաղց իրավիճակում, որ ներքին իրողություններում միկրո հարցեր չենք կարողանում լուծենք պատերազմ հայտարարի Թուրքիային կամ Ադրբեջանին կամ որևէ մեկ այլ պետությանը եւ Արյան ծովի վերածելու մոլուցքով դրթված Արյան ծովի վերածի սեփական մայրաքաղաքը եւ սեփական պետությունը։ Բայց ես պրագմատիկ ռազմավարական քաղաքականությունը նկատի ունենալով ասում եմ հետեւյալը. Սիրելի հայեր, եկեք համախմբվենք այն ֆիզիկա աշխարհագրական տարածքի շուրջ, որը հիմա կա, որը մեր փաստացի տիրապետման տակ է։ Այդ մեր փաստացի տիրապետման տակ գտնվող տարածքները կառուցենք, դարձնենք ուժեղ պետություն, այն ինչը որ մեր կոնֆերանսի խորագիրն էր կրում։ Եվ ոչ թե Նիկոլ Փաշինյանի ասածը։ Եվ ոչ թե Նիկոլ Փաշինյանի։ Ուժեղ պետություն կայացնենք։ Մեր խոսույթում, երազանքներում վառ պահենք այն կորսված տարածքների իրողությունը, հիշողությունը, որը որ իրավաքաղաքական առումով մերն է, քայլ առ քայլ մենք տեղավորվելու ենք եւ ընդհարցակվելու ենք այդ տարածքների վրա, որը որ մերն է։ Էրդողան կխոսի, Աբդուլհամիդ կխոսի։ Ժամանակին Աբդուլհամիդը ասում էր չկա հայկական խնդրեմ։ Վերջին հայ էին ուզում թողնեին թանգարանում։ Ռուս կայսերերը մաքրում էին էթնիկ զտումներ էին անում, պարսից շահերը, արքաները, մոնղոլները կարողացան, իհարկե ոչ, որտեվ հայ ժողովրդի մնալու գենը հուժկու է, մենք անդադ Փյունիկի նման վեր ենք հառնում, որտեվ այդ կամքը, այդ ցանկությունները կա։ Իմ գլխավոր մտավախությունը, մտահոգությունը գիտեք որն է, ոչ թե որ մեր մեջ պարպաված է այդ ինքնապաշտպանվելու եւ անդադ մոխիրների մեջից վեր հառնելու գենը։ Ոչ դա պահպանվում է։ Մենք մեր որակն ենք գցել։
մենք մեր որակն ենք գցել եւ 30 տարի մեր ազգային պետությունը ջանք ու եռանդ չի խնայել, որ մենք մեր որակը գցենք։ Մեր ոչ գիտությունն է գիտություն, ոչ մեր մատուցած ծառայություններն են ծառայություն, ոչ մեր կառուցածն է կառուցած, ոչ մեր ստեղծածն է ստեղծած։ Ամեն հայ մտածում է ոնց անի, որ կիսատ պռատ անի, բայց փողը գա։ Անկամ գյուղերում բնակվող մարդիկ էլ գիտեն, բերքը հասնում է ծառերը ուղղակի խոնարհվում են բերքի ծանրության տակ, կողքի պարապ-սարապ գյուղացուն կամ ինչ-որ մեկին չեն կարողանում խելքին մոտ արժեքի դիմաց բերեն բերքահավաք կազմակերպեն։ Մաքրությունը։ Երթևեկում եմ տեսնում եմ մեքենայով ընթանում է, ապակին իջեցնում է եւ ինչքան աղբ կա իր մեքենայի մեջ գոյացած նետում է դուրս։ Ծխախոտ է նետում։ Գիտեք ինչ, կարող է ես ասենք իր մեքենայի մեջ ծխախոտ օգտագործելու համար տուգանք չսահմանեի, եթե լինեի պատկան մարմին։ Գուցե եւ հեռախոսով խոսելու համար էլ չսահմանեի։ Բայց մեկ փոքր թղթի կտոր նետելու համար տասնյակ հազարավոր դրամներ պետք է հարվածվի գրպանին, որ հասկանա դա ուղղակի սարսափելի արարք է, որ մարդիկ իրենց թույլ են տալիս։ Ես ցավով եմ հիշում, երբ որ նույն Բերձորի միջանցքով տարիներ առաջ, երբ որ մենք իբրև զբոսաշրջիկներ վերադառնում էինք, մենք տեսանք այդ Բերձորի միջանցքի ձորերից մեկում պլաստիկե տարաներ կար, աղբի վերածած, շպրտած այդ ամբողջ մայրուղու աղբավայրի էին վերածել բնությունը։ Հայաստանում լիքը այդպիսի հատվածներ կան։ Բա մենք տեսանք քոչվորները, որոնց մենք ձեռ ենք առել միշտ։ Եկան զավթեցին այդ տարածքները, տուրիստական գոտի են հիմնել, լպստել են ամբողջ այդ տարածքները, մաքրել, լպստել են։ Մենք գիտենք, որ 94 թվականի դրությամբ ամբողջ Լեռնային Ղարաբաղի տարածքը գումարած այն 7 շրջան կոչեցյալը, որ չկարողացան տեղավորել Հայաստանապատկան եւ Արցախապատկան տիրույթներում մեր ապիկարները 30 տարի շարունակ, Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած մինչեւ Նիկոլ Փաշինյան։ Քարվաճառ Սոտք եւ Վարդենիս ճանապարհը սկսեցին կառուցել մոտավորապես 2011-12 թվականներին, գուցե 13 թվականին։ Տեսեք 94 թվականը որտեղ է, 2014 թվականը որտեղ է։ Ամբողջ Արցախում ապրում էր 130,000 մարդ։ 11,000 քառակուսի կիլոմետր տարածքի վրա, որտեղ կարող էր 1 միլիոն մարդ հանգիստ ապրեր։ Հնարավոր չէր 30 տարվա ընթացքում գոնե սարքել 250,000։ Եվ կառուցվեց մեկ օդանավակայան, որն էլ չաշխատեց։ Չաշխատեց երբեք։ Նույն Վարանդայի եւ այդ ջրականի ու այդ որ Ջաբրայել կոչեցյալ են ասեն, որ մարդիկ այդ անվանումը տարածված է։ Նռան այգիները ամբողջությամբ մի գեներալի էր պատկանում, ընդ որում մեր ուժեղ պետություն կոնֆերանսի ժամանակ մենք նաեւ պարգևատրեցինք Վարանդայում եւ ջրականում հերոսական մարտերի մասնակցած 2 պատանու երիտասարդների, որ 60 զրահատեխնիկայի դեմ մարտ մղելով 2 տանկով 20-ը ոչնչացնում են։ Այդ երեխեքը փաստացի հերոս են։ Հայ ժողովուրդը կռվել գիտի, կա հայի տեսակ, որից թուրքը ահ ու սարսափի մեջ է։ Այս ինչ ճակատագրի նվեր է նրանց համար Նիկոլը, ուղղակի ես զարմանում եմ։ Պարոն Սիմոնյան, ասացիք Նիկոլ Փաշինյանից չէ կախված խաղաղության հաստատումը, այդտեղ գոյություն ունի Էրդողան, Ալիև, Պուտին եւ մնացածին եթե չթվարկենք, հիմա Խոզնավարի ուղղությամբ Բաքուն կրակել է, Ռուսաստանի պաշտպանության նախարարը խոսում է լարվածության մասին Սյունիքում, նաև առաջարկում են իրենց աջակցությունը կողմերին խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։ ԱՄՆ պետքարտուղարն էր նախորդ շաբաթ հայտարարել, որ հակամարտության վտանգը պահպանվում է եւ ԱՄՆ-ն ամեն ինչ անում է, որ կանխի։ Այսօր լրագրողները հարցեր են ուղղել ռուսական հյուպատոսություն բացելու հետ կապված Արմեն Գրիգորյանին, նա ասել է, որ նման բան չի հայտարարվել, պարզապես ռուսական կողմը եթե այդ թեմայի շուրջ հայտարարություններ էլ անում է, ապա պետք է հայտարարի, որ քննարկումներ են ընթանում։ Հիմա ընդհանուր Սյունիքի շուրջ լարվածություն սպասել թե ոչ։ Իհարկե ոչ, աշխարհը քաղաքական խաղ է գնում, Սյունիքը աներեր է մնալու նախ սյունեցիների շնորհիվ, սյունեցիները շատ ուժեղ կանգնած են հողի վրա եւ մենք էլ սատար օժանդակ բոլորին։ Ռուսաստանին ի պատասխան կարող ենք ասել ներողություն ենք խնդրում, բայց մենք էլ տարածք չունենք, գնացեք մի քիչ մեր թշնամիներին օգնեք։